Իսկ գլխավոր դատախազության գործելավոճը դուք շոու չեք համարում։ 2 տարի առաջ, 1 տարի առաջ Միքայել Սրբազանը հայտարարում է նույնը ինչը որ հայտարարել է հիմա, այո։ Եվ գլխավոր դատախազը ասում է արարքը հանցանք չէ։ Արարքը հանցանք չէ, մինչդեռ արդեն հանցանքի կրկնությունը նոր լույսի ներքո համարում է հանցագործություն։ Որ օրինակ լսեիք քննչական կոմիտեի ղեկավարին, ինքը ձեր արդին պատասխանել է, ուզում եք նույն բանը ես կրկնեմ։ Ես ուզում եմ որ դուք ասեք քննչական կոմիտեի նախագահին ես հիմնավորում չեմ համարում։ Դե նույն բանն էլ ես եմ ասում, գնացեք լսեք, երկրորդում եմ իր ասածը։ Ասեք Այն ժամանակահատվածում մարդը վերահաստատել է, որ ինքը դա նկատի ունի։ Այսինքն եթե քննչական կոմիտեի մոտ կամ դատախազության մոտ ինչ որ կասկած ա եղել, որ մարդ ես միգուցե դե հիմա բանա մարդը եկեղեցական է, կարող է ալեգորիաներով խոսի, կարող է դա նկատի չունենա։ Երբ որ երկրորդ անգամ ինքը կրկնում է եւ մասնավորեցնում, ասում է, չէ, իմիջիալոց ես սա նկատի ունեմ, դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ իրավապահները իրավունք չունեն դրան չարձագանքեն։ Երկրորդը, որ ասում եք այն ժամանակ ասել է, այսինքն այն ժամանակվա իրավիճակը եւ այսօրվա իրավիճակը, այն ինֆորմացիան, որը դուք ունեք, մենք ունենք, այն ժամանակ ու հիմա դա նույնն է, իհարկե ոչ, այսինքն նոր իհայտ եկած ինֆորմացիա կա, նոր իհայտ եկած, հետո ձեզ մի բան ասեմ, դուք վստահ եղեք, որ իմ նաև փորձից ելնելով, իմ մասնագիտական նաև բանից ելնելով, ես ձեզ վստահեցնում եմ մեկ հայտարարության վրա շատ դժվար է լինելու հետագայում դատարանում կամ որևիցե ձևով շարունակել։ Ես վստահ եմ, որ եթե ինչի ես ինձ ընդհատում շողիկ։ Չէ, հա ես չէի պատասխանել այդ հարցին, չէի պատասխանել, ինչ ես ինձ ընդհատում։ Այլևս չընդհատես ինձ։ Ես շողիկի հարցը քշանում։ Չէ, դու մի բայց դու չպետք է ընդհատես, նես չի որ շողիկի նկատմամբ վատ վերաբերմունք ունեմ։ Տեսեք, բայց կարամ վերջացնել։ Բայց չեք լսում, հա։ Չէ, պարզապես չեպազրույցներ։ Հասկանում եմ, բայց միտքս կտրվում է։ Դուք հարց եք տալիս, ես միտքս շարադում եմ, հասնում եմ հաջորդ բառը բան պետք է ասեմ, եկել ընդեղից ինչ որ հարց ես տալի։ Միտքս կտրվում է։ Դժվար է մի հայտարարության վրա, եթե դատարա, եթե ես ասում, եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինելու դատարանում նման մեղադրանքը պաշտպանելը։ Իսկ եթե հարգելիս, բայց ով արդեն որոշել եք, դուք արդեն որոշել եք, որ Սամվել Կարապետյանը կամ Աճապարյանը արդեն դատապարտվել են, 10 տարիով բանտ են գնացել, դատարանի ուժի մեջ վտիր կա, մտած ինձ ասում եք, հետի ո՞նց ես տենց ասում։ Ժողովուրդ, բանեք, ախր դուք բոլորդ կարդացած մարդիկ եք, տեղեկացված մարդիկ եք, մի իրադարձությունները եւ բաները մանիպուլյացիայի ենթարկեք։ Ասում եմ, հիմա ինչ կարգավիճակ ունի Սամվել Կարապետյանը, կասեք։ Ինչ կարգավիճակ։ Ահա, դանշան։ Վերադարձանք բանին, անմեղության կանխավարկածը, անմեղության կասկածալը, նախ վերադարձանք անմեղության կանխավարկածի։ Հարգելիս, բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք հապացել ու բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են, եթե չի լինի որևիցե հանցակազմ։ Ես ես վստահեցնում եմ, որևիցե մեկը բանտ ուղակի չի գնում Հայաստանի Հանրապետություն, չի գնում։ Ձեր բարեկամի դեպքում չի արդարացվել։ Ինչա՞, կարդարացվի։ Ես վստահ եմ, որ այդ գործը քանդվել է։ Ես վստահ եմ, որ քանդվել է այդ գործը։ Արդեն քանդվում է։ Բայց առաջինը իշխանությունն է խախտում։ Չկա դատական որոշում, անմեղության կանխավարկած չեք հաշվի առնում եւ միանգամից որակում եք, տեսեք, միանգամից որակում եք, որ ահաբեկչությունն է տեղ ունեցել, նրանք ահաբեկիչ են, չեք դուք դատապարտում, իրենց կողքն եք անում։ Չկա տենց բան, ախր սխալ եք ասում։ Հիմա լավ, մի հատ ձեզ հարց տամ, չէ, ես նոր խոսում եմ դրա մասին, որ դրանք քաղաքական գնահատականներ են եւ քաղաքական արձագանք է։ Հիմա, երբ որ նման ինֆորմացիա է դուրս գալիս, երկու հոգի պատի տակ գյուլ ենք։ Այս անասուն, հա? Լսեք, երկու հոգի պատի տակ գյուլելը, ինչից ուզում ես կդրի, այդ երկու հոգի պատի տակ գյուլելը։ Ոնց ուզում ես կդրի։ Լսեք, դրա համար մենք հետևություն ենք անում եւ եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ մենք ունենք հարգելիս։ Այն ինֆորմացիան, որը որ ես չունեմ եւ դրա մասին չեմ խոսում, բայց ասել երկու հոգու պետքա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, սոս մնալ չընդհատես ինձ։ Ով լսում է, իր գնահատականն է, երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, հոսանքի լարերը պետքա վրան սալուտ տրաքացնենք, երբ որ այդ բաները դու համադրում ես,
դու գալիս ես ինչ-որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղղակի ինչ-որ կարգավիճակ ունենա, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճռի փուլը։ Այստեղ դատարանի վճիռ կարող է կայացնել միայն դատարանը։ Իսկ մինչ այդ դուք էլ գալիս եք ինձ ասում եք, բա որ դուք էսի վերցնում եք, սենց եք անում կամ չգիտեմ, հարցում եք, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ստացվեց, որ դուք ինձ դատապարտեցիք այլևս կոռուպցիա կամ որևիցե մեկի, ո՞նց է տենց ստացվում, դուք իմ կամ որևիցե մեկի ամեղության կանխավարկածը ձեր նշած ձևով կարողանում եք խախտել ձեր տրամաբանության մեջ, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ որ երկու հոգու պատի տակ ուզում են գյուլեն, դա տերորիստական ակտ է, լուրջ։ Նա դուք այդ որ գալիս եք կոռուպցիայից խոսում եք, տեսնում եք ինչ որ մեկի այդ կոռուպցիա։ Ներկայացնում եք հիմա Լավ, դրա համար 15-ը դատ ունեմ ձեր դեմ։ Ավելի հիմնավորված լինի։ Ներողություն եմ խնդրում, ես դրան արդեն պատասխանել եմ։ Ես դրան պատասխանել եմ։ Հարգել ես, պատասխանել եմ։ Բայց պատասխանել եմ։ Ես ուրիշ բան եմ հարցնում, դուք չեք։ Դե ասա ուրիշ բան ես հարցնում, ես չես կրվում այդպես։ Միքայել arczepiskopos Աջապահյանը երբ գտնվում էր Էջմիածնում, ձեր թիմակիցներն արդեն գրում էին, որ կալանավորվելու է, բա ինչ անելու 2 ամսով, կոնկրետ Վահագն Ալեքսանյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանն էր ժամկետով գրում, թե ինչքան է կալանավորվելու, իհարկե այդ խոսքերը չմեջբերեն, բայց հետն էլ ասում էր, թե խիեն նեղ սրտում, որ այդքան կալանավորվելու է։ Ճակերտավոր կնոջ կարիք կունենա 2 ամսում, դրա համար նեղ սրտած են։ Այս արդեն դատական իշխանության վրա որոշակի ճնշում չի, երբ որ անգամ կալանքի ժամկետն են հրապարակում։ Ես համարում եմ, որ դա քաղաքական խոսքի ժանր է եւ քաղաքական գործիչները բոլոր քաղաքական գործիչները, սկսած ընդդիմադիր քաղաքական գործիչներից վերջացած ընդդիմադիր քաղաքական գործիչ լրագրողներից նման հայտարարություններ անում են։ Անում են դա իրենց հարցերի մեջ, անում են դա ամբիոնից ելույթ ունենալուց, անում են դա այստեղ։ Եթե որևիցե մեկը ինչ որ խնդիր ունի այդ բանի հետ, հարգելիներս, դիմեք դատարան։ Ինչի՞ մեջներից այդ ամենաօրինապաշտը ես եմ, ինչի՞ ես 28 թե 32 հատ հայց ունեմ, դուք չեք անում, թե ձեզ դեռ է տալիս դրա մեջ չմտնել։ Ինչի՞ չեք, չէ, ես եմ ձեր դեմ տվել, ոչ թե ես եմ նախաձեռնել։ Շատ անհանդուրժող եմ, այո։ Նարեկ ջան, լսում եմ ես։ Քննարկվում է հեծի հարցը, ինչ է։ Հեծի հարց չի քննարկվում։ Չէ, օրենքի նախագիծ, որով հեծը ազգայնացվելու։ Այդպես չի ձևակերպվում, բայց հասկանում եմ ինչի մասին եք խոսում։ Հիմա սխալ ես ասում։ Կառավարման Ապրեժուզան։ Անում ես։ Մեկը գիտի, մեկը չգիտի։ Խնդրեմ Նարեկ ջան։ հիմա այսինքն երբ օրենքը արդեն ընդունվեց, հա, պետք է արդեն Չեն քվերկելու։ Հա, ես որ ընդունվի, հա, կներեք։ Դուք էլ ինձ միտա։ Հա, ներողություն։ Մեղավոր։ Ձեզնից ինչ պետք է սովորեմ։ Պարոն Սիմոնյան, եթե արդեն օրենք սկսի գործել, հա, նախ դա անհապաղ է ուժի մեջ մտնելու, թե ոչ կխնդրեմ դա հստակեցնել եւ հենց ուժի մեջ մտավ արդեն պետք է ներկայացուցիչ ունենա պետությունը, թե ոչ։ Թե պետք է սպասի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, խնդիրների դեպքում արդեն կառավարմանը միջամտեն, թե կսպասեք ինչ-որ խնդիր լինի, նոր միջամտեն։ Օրենքը ուժի մեջ կմտնի քվեարկությունից անմիջապես հետո, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անկեղծ ասած չգիտեմ։ Ոնց կլինի, էլի, այսինքն կառավարիչ միանգամից կնշանակվի, թե ինչ որ ոնց որ պարոն Վարդանյանը ասաց, այդ տրամաբանության մեջ չգիտեմ։ Իսկ դուք ինչ եք կարծում, քննարկան չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում, կան հրաժեշտություն, որ օրենք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն պետական կառավարիչ այսպես նշանակվի թե ոչ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա եւ ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ որքանով են հավաստի, բայց ես տեղեկություն ունեմ, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են, որ ամսի 4-ին երթ լինելու եւ էլի պարտադրել են հեծի աշխատակիցներին, որպեսզի իրանք մասնակցեն։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Հա, տենց ինֆորմացիա ունեմ ու պետք է ասեմ, որ ուզում եմ կրկնել առիթը օգտագործելով, ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում, հարգելիներս, այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում, դրանք առնվազն գործից ազատվելու են օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու պարագայում դրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Նախապես գուշացնում եք կառավարիչ։ Մի հարց ես կարող եմ տալ։ Հաշվի առնելով մեր հին ծանոթությունը, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, երեք վարչապետը Սաղը թե կտա գեփ ա եղել, որ ես հարցի չպատասխանեմ գնամ։
երեք վարչապետը նաև ասաց այդ նույն խնդրի հետ կապված, որ որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացողները Հայաստանում այդպիսի պրոցեսներ գեներացնեն, հնարավոր է նաև օրենսդրական ինչ որ փոփոխություններով այդ հարցը լուծվի։ Այդ միտքը առաջին անգամ հնչեցրեց, թե արդեն կա այդպիսի ինչ որ քննարկումներ, Չկա տենց քննարկում այս բանը։ Չկա։ Օրենսդրական դեռ առաջին անգամ է։ Վերադառնալով բացահայտված Կգամ, պլանին, ստեղ, պարոն Սիմոնյան, ինչ եք